տարբեր պատճառաբանություններ էին բերել, Հայաստանի իշխանությունը փորձում է ամեն կերպ, կարելի ասել, այսպես այս խաղաղության գործընթացի ֆոնի վրա հրավերներ ուղարկել, նաև Էրդողանին էին, ինչպես հիշում ենք, Փաշինյանը հրավիրել է, ինչու է մերժում Ալիևը, էլ ինչ պահանջներ ունի, որ պետք է կատարվի։ Ես նախ ուզում եմ մենք առիթը օգտագործենք եւ ես մի մեկնաբանություն կա, որը որ սպասում է ես հարցեր տայք եւ այդ մեկնաբանությունը անեի, գիտեք, որ 3 ավարտվեց Հայաստանում Եվրանեստը եւ իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակում նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատե առիթ կլինի, որ իրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն եւ Եվրանեստ այս անցկացված միջոցառման իրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով եւ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում մեր համագործակցության եւ փոխադարձ այցերի հետ կապված եւ ես նաեւ խոսել եմ այդ ընթացքում որ մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև իրանք մեր հարևաններն են, եթե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետությունը այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան կլինի։ Այսինքն իրենք ինչ են տեղեկացել են պաշտոնապես, ով ասեց, եթե իմ գործընկերն ինձ ասում են, գիտես, մենք Եվրանեստին չենք մասնակցում, որովհետև եւ կազմակերպությունների այդ կազմակերպության հետ եւ տարբեր խնդիր կա, բայց մենք մեծ սիրով կմասնակցենք, ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Պարոն Սիմոնյան, բայց պաշտոնական որևէ արձագանք եղել է Թուրքիայից, Ադրբեջանից մասնակցելու։ Չէ, դուք հարց տվեցիք, ես ձեզ պատասխանում եմ, որ հրավերը բոլոր երկրներին է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ, չեմ համարում, որ սա վերջնական պատասխանը, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար կեղծ տպավորություն ըստ լրատվամիջոցի, որը հրում է անում հիմնավորումներին, որով Ալիևը չի գալու Հայաստան, այն է, որ ոնց որ հարաբերությունների դեռ այն մակարդակը չի, որը թույլ է տալիս այս Գուցե չեմ բացառում։ Խաղաղության պայմանագիրը դեռ վերջնական չեմ բացառում, բայց ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Հիմա որ գար ասելու եք, հա, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ Կարող անվտանգության խնդիր ունի։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետքա կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծենք։ Պարոն, դուք Եվրանեստից հիշեցրեցիք եւ հայտարարություններից այստեղ Հայաստանում եվրոպացի պատգամավորները ձեզ մեղադրում էին, որ դուք 20-30 ոստիկան եք ուղարկում մարդկանց ձերբակալում են ազատ խոսքի համար, մեղադրում էին, որ ընդհանրապես հայտարարության համար կալանավորում եք մարդկանց, դա մենք չենք ասում, ընդդիմադիր լրատվամիջոցները, դա Եվրախորհրդի պատգամավորն է ձեզ ասում եւ ասում է այդ վիճակով դուք ինչպես եք որոշում, որ պետք է ԵՄ տեխնատու դառնալ։ Ուրեմն ես նախ չգիտեմ ում մասին եք դուք ասում, ես չեմ ասում չգիտեմ ում մասին եք ասում, ուրախ եմ որ իսպանացի պատգամավորը այս բանը ասել, ես կարող եմ ձեզ ուրիշ բան ասել, որ այդ միջոցառման ժամանակ ես մասնակցել եմ
նիստերից մեկին եւ լսել եմ կատարելապես հակառակ պնդումները, ես մասնավոր շփումներ եմ ունեցել պատվիրակությունների ղեկավարների եւ լսել եմ կատարապես հակառակը եւ ես կարծում եմ, որ տասնյակ պատգամավորներից մեկի կարծիքը վերածել ընդհանրական կարծիքի տեղին չէ, որովհետեւ ես էլ օրինակ շատ կտրուկ եմ արձագանքում են բանին, որ որոշ եվրոպական երկրներում ոստիկաններ, օրինակ ֆուտբոլային ֆանատներին այնքան են ծեծում, որ իրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Խայտարակությունն է, որ եվրոպական երկրներում ոստիկանները իրանք թույլ են տալիս ֆուտբոլիստներին սիրող մարդկանց ծեծել, դա անելու բան չի։ Հիմա տեսեք, նրանք էլ չէ։ Դուք ասում ես ձեզ անուն եմ հարցում, դուք ասում եք իսպանացի պատգամ, որի անունը նույնիսկ չեք կարողանում ասել։ Սանչես։ Ինձ թվում է ամեն 5-րդ անունը Սանչես է, կարելի է միշտ նմանատիպ ասել։ Ես ձեզ կրկնում եմ, կարևորը նաև անունն է։ Չէ՞ Ռոզան ջան։ Պետք չի, հարցը դրա մասին չի, իմ ասածը վերաբերում էր նրան, որ տասնյակ պատգամավորներ, տասնյակ տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Երբ որ մենք բանաձև ենք անցկացնում կամ որևիցե մի քվեարկություն է տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված, Հայաստանի հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված, տարբեր բաների, եվրոպական բազմաթիվ պատգամավորներ դեմ են քվեարկում դրան։ Եվ դա նշանակում է, որ դա միասնական կարծիք է, որտեղ միասնական մեկ կարծիք կա, հա մի հոգի կամ 2 հոգի կամ 3 հոգի կամ 5 հոգի կարող են ինչ-որ կարծիք ասել։ Քաղաքականների հորդորով են դեմ քվեարկել հատկապես երեկվա քաղաքական հարցերով հանձնաժողովին։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ես գիտեմ, որ արցախցիների վերադարձի, գերիների անհապաղ ազատագրման։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց եկեք մի բան հասկանանք, էլի, այդ որ տենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում հասկանամ, դուք կամ այդ ով որ տարածում է, որ ասում է ԿՊԱ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրանք պատրաստ են ապահովել այդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը, լուրջ եք ասում։ Այդտենց լոլո մեծ խոսալը աշխատենք միջազգային կառույցների, հատկապես որ նույն Եվրամիության եթե աշխատենք, լավ է, խնդրում եմ, եթե աշխատենք, ասում եմ, կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու բանը վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդպես մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի։ Բնական է, որ ինչ որ ժամանակ անց այո, ինչ որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի։ Իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենաց, ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ։ Այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Դե հիմա չէ, ինչ որ Գազայի դեպքում ինչպես եղավ, պարոն Սիմոնյան։ Եվ միջազգային հավաքվեց եւ որոշեց ինչ որ այ շատ լավ օրինակ բերեցիք։ Միջազգային հանրությունը հավաքվեց ու Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս շատ լավ օրինակ բերեցիք։ Այն ինչ որ, այո, ամեն օր, ամեն աստծո օր։ Ուրեմն այն ինչ որ դուք բերեցիք օրինակ, ամենալավագույն օրինակն է։ Ուրեմն այն մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչները, իբր մեկնաբաններ, ով ինտերնետին մուտք ունի, համարում է, որ ինքը մեկնաբան է քաղաքական, որ մեծ խոսում են, ասենք մենք կարող ենք երկրորդ Գազան դառնայինք։ Երկրորդ Գազան, այդ ինչ պետք է անեին այդ ոնց էր այդ իսպանացու անունը։ Սանչեսը կամ որևիցե մեկը, պետք է մի հատ բանից Մադրիդի կենտրոնից հայտարարություն աներ։ Նաչոս Սանչես Ամորեն։ Պետք է մի հատ հայտարարություն աներ, կդնեին բան կանեին, Գազայի կվերածեին մեր տարածքը։ Թող ստից իրանց հայտարարությունները անեին։ Շատ դժգոհ եմ, չենք վերադառնում, որտեվ ես չեմ ավարտել իմ խոսքը։ Շատ դժգոհ եմ այդ հաճախակի մեր, որ մտածում ասում ենք, հեսա մենք աշխարհի կենտրոնն ենք, հայի աչերը, մեր ծիրանը, մեր ջերմուկը եւ այլն, ժողովուրդ թարգեք, դուրս եկեք, Եգիպտոսում ձեռքբերված պայմանավորվածություններ, դրանից հետո եղել են ռմբակոծություններ, դրանից հետո մարդիկ են մահացել, դուք դրանից տեղյակ չեք։ Գիտեմ, տեղյակ եմ, այդ դեպքում երբ Վաշինգտոնում Թրամփի նախագահությամբ մի հատ զուգահեռներ անցկացրավ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին է։ Ճիշտ ես ասում, պետք է հրաժարվեինք, ճիշտ է հրաժարվել, լավ էլի խնդրում եմ։ Ուրեմն իրավիճակները տարբեր են։ Տրամպը, Պուտինը, Մերցը, Անգլիայի թագավորը, ով ուզում է լինի։
ով ուզում է լինի, պատմության մեջ բազմաթիվ տենց դեպքեր կան։ Կարող են լինել երաշխավոր եւ կարող է այո վերսկսվել պատերազմներ։ Դրա համար գոյություն ունեն այդ վկայի կարգավիճակը, այդ երաշխավորի կարգավիճակը, այդ խոսակցությունը, բայց երբևիցե որևիցե մեկին, որևիցե ձևով դա չի ապահովագրել, բայց դա չի նշանակում, որ մենք դա պետքա չանենք։ Դա չի նշանակում, որ մենք պետքա դա չանենք։ Այսինքն այդ հարցը տալը բացարձակ տեղին չէ, Կարինե ջան, կներես, բայց տեղին չէ այդ հարցը։ Համեմատություն արեցիք, ես էլ նույն ձևով համեմատում։ Հա, բայց քո համեմատությունը չի նշանակում, որ մենք ինչ-ինչու։ Դուք ասում եք, այս դեպքում եք կարող եք գազայի վերացնել։ Ինչ-ինչու։ Թող վերջացնեմ։ Այդ համեմատությունը չի նշանակում, որ մենք այդ հնարավորությունը պետքա չօգտագործենք։ Երբ որ դու ամրագոտին մեքենայի մեջ գցում ես, դա ամենևին չի նշանակում, որ եթե վթարի ենթարկվես, դու ողջ կմնաս, բայց դա հնարավորությունը քչացնում է։ Մենք ամրագոտին գցել ենք եւ շարունակել ենք տարբեր ամրագոտիներ գցել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Գալ ասել, բայց անվտանգ բան ամրագոտին գցել ես, բայց մեր հարևանը ամրագոտիով մահացավ, լուրջ խոսակցություն է։ Ոչ։ Անդրադառնալով նախկին հարցին, պարոն Սիմոնյան, դուք փաստորեն շարունակում եք պնդել, որ Հայաստանում ընդդիմադիր խոսքը չի լրացվում, ընդդիմադիր падգամավորները ասում են 40 քաղբանտարկյալ։ Հարգելիս, ո՞րն է ընդդիմադիր խոսքը։ Թուրք, դավաճան, հողատուն, կասեք ինչի մասին են խոսում մեր ընդդիմադիրները, վերջի, մի րոպե, եկեղեցին արդեն դարավ ընդդիմություն, շատ լավ գնա, շատ լավ, օրինակ եք բերում, կվերադառնամ, պատասխանեմ ու կգամ, հա, տեղ չգնաս։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերներ ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ո՞րն է այդ քաղաքական ընդդիմադիր խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Մենք ուշացրել ենք, երբ որ երկաթե մանդատ արտահայտություն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր եւ դուք մեզ նաեւ հարց եք տալի, ասում եք, բա ուր է երկաթե մանդատը, խիչի գործում երկաթե մանդատը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո տեխնացություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվեն։ Այսինքն նոր թափ եք հաղորդելու այս կալանավորումներին։ Ուրեմն նախ ես չէ, որ ես նոր թափ չեմ հաղորդում, ես քաղաքական գործիչ չեմ, բայց ես ասում եմ, որ երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում ասենք, 5 ամիս առաջ եմ ես դա ասել, կամ եթե ես չասեի, դուք չգիտեիք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մեջ բանարածը փոխկապված, ուզում հասկանամ, հիմա վերադառնանք Ռուսանի հարցին, եկեղեցում ինչ էին արել, հատ նորից կասես։ Վերանախագելով քաղաքացուն կոշտ։ Այո, եկեղեցում չի կարելի բղավել, որտեվ դա Աստծո տունն է։ Ես այո, ծափ տալ կարելի է, մեծարել կարելի է, Աստծուն։ Բայց այնտեղ ասում չեն, շատ հաճախ Ուրեմն կրկնում եմ, եկեղեցում բղավել չի կարելի, եկեղեցին վերածել քաղաքական միտինգի չի կարելի, այն բանը, որ քաղաքական գործիչները գնում են եկեղեցի, դա նորմալ է, բայց որ եկեղեցում դու սկսում ես քաղաքական բան, տենց բղավեցին, դրա համար եկեղեցին այսօր ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու որոշ մարդիկ դարել են ոչինչով չտարբերվող, ասենք չգիտեմ, չէ, մարդ կուսակցության տրամաբանության մեջ գտնվող մարդ։ Այս իրավի մասնակցելուց հանել բան Սիմոնյան, այսինքն այդպես պետք է հանեն քաղաքացուն, որը լավ, ենթադրենք ձեր ասածով առաջնորդեն չէր կարելի գոռալ։ Պետք է մարդուն բռնեին, բերանը ուժեղ փակեին ու շպրտեին դու։ Չէ, բռնեին, բերանը ուժեղ փակեին, թույլ փակեին։ Կադրեր տեսել եք, այդ մարդը չէր կարող շնչել արդեն։ Արդեն չէր կարողանում շնչել։ Դուք կողքը կանգնած եք, զգում եք, որ ինքը դժվար է շնչում։ Զանա ջան, Այն պարագայում, երբ որ այդքան հազարավոր մարդիկ են կամ հարյուրավոր մարդիկ են կամ 50 մարդ է հավաքված, այդ իրավիճակում հիմա ասել մի քիչ վերանը նենց փագեիք, որ շրթունքները բան չեն։ Լավ, խնդրում եմ, էլի, այգեք լուրջ բաներից խոսեմ։ Հիմա ուզում հասկանամ, քաղաքական խոսակցության, ես ասում եմ քաղաքական խոսույթ չունի ընդդիմությունը, դու այդտեղից ինձ ընդհատում ես, ասում ես, ոչ, եկա, տենց բան ու սկսում ես ասում եք այլախոհության համար, ուրեմն այլախոհություն, Ռոզանա ջան, դու այլախոհության, Կարինեն
ամեն այլախոհության եւ մնացած բոլոր այլախոհության ամենավառ ապացույցներն են։ Այսինքն դուք այլ կարծիք արտահայտելու համար դուք երբևիցե խնդիր ունեցել եք։ Մենք երբևիցե չենք ունեցել Դա լավ չի խոսում ձեր մասին, դա լավ չի խոսում։ Ես օրինակ ունեցել եմ այդ խնդիրները, որտեղ երբ որ ես հրապարակային գործունեությամբ եմ զբաղվել, իմ նկատմամբ, իմ եղբոր նկատմամբ այն ժամանակ եղել է հետապնդում, եղել են ճնշումներ։ Ես զարմանում եմ, որ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեր մոտ դա չի եղել, դա նշանակում է, որ ինչ-որ համահունչ եզր եք գտել։ Մարդկա եղել է։ Պարոն Սիմոնյան, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ինչ պետք է հիմա արվի։ Ցանկություն է պետք եւ կամք է պետք ադրբեջանական կողմից եւ կարծում եմ, որ այդ ցանկությունը եւ կամքը մոտ ենք մենք դրան եւ շատ հնարավոր է նախապայմանը հաղթահարելու համար Դե խոսում ենք, քննարկում ենք։ Դե նախապայման չի, որ դուք ասում եք նախապայման, ես կարող եմ ասել, որ դա անհանգստություն է։ Այսինքն դուք այդ ձևակերպումը չեք տալիս, բայց իրականում այն ինչի մասին դուք խոսում եք, դա ադրբեջանական կողմի չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ անհանգստությունն է, հա, որովհետև իրանք անհանգստանում են։ Ինչի համար են իրանք դա ուզում։ Իրանք դա ուզում են նրա համար, որպեսզի այսպես ասած թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ բան լինի, ֆիքսված լինի, որտեղ կյանք է, կարող ամեն բան լինի, որպեսզի ապահովագրեն, որ վաղը մյուս օրը նոր պատերազմի առիթ չի լինի, որը իրականում լավ ցանկություն է, այլ հարց է, որ մենք մեր կողմ համարում է, որ այտենց հարց մեծ հաշվով բարձրացնելը տեղին չի եւ այդ հարցը լուծված է։ Ինչը չենք անելու։ Իրենց անհանգստությունները չեք փարատելու։ Լսեք, մենք ակնհայտ է, թե մեզ, թե ադրբեջանական գործընկերներին, թե աշխարհին, թե ելույթներին, որոնք որ ստեղ հնչում էին, որ Հայաստանը ամեն ինչ արել է, իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, եւ տարածաշրջանում խաղաղություն այնուամենայնիվ փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը։ Եվ հիմա մենք պետք է շարունակենք, ինչպես ասվում է, անհանգստությունը, որ ունեն սահմանադրության մասով իշխանությունը չի փարատելու։ Շրջան, մենք ամեն ինչ արել ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից էլ ավել հողի վրա խաղաղություն լինի, որտեղ մենք Վրաստանի հետ օրինակ խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք իրանց հետ, չէ՞։ Պետք է այդ հարցը մեզ ժամանակապետ, որ Ղարաբաղի բնակիչները ինչ որ պայի, ինչ որ մարդ, որ ուզենա վերադառնա այնտեղ, որ մենք տեսակ անհավանական բան է, գրեթե 2 տարի է մենք իրար վրա այլևս չենք կրակում։ Սենց բան անկախությունից ի վեր չի եղել, հասկանում եք, ժամանակապետ, խնդրում եմ դա հասկացեք։ Շնորհակալություն։ Անվտանգության աշխատողները աշխատանքային օրերին ստեղի անվտանգություն են ապահովում Շաբաթ-կիրակի Ստեփան Ասատրյանի անվտանգությունը։ Ո՞վ է Ստեփան Ասատրյանը։ Տեր-Արամ Ես իմ աշխատակիցներիդ ինչ գործ եմ ուզում հասկանալ։ Սա ինձ ճիշտ հարց չեք տալիս։ Ճիշտ չեք տալիս։ Ձեզանից ինչ-որ մեկը ընդդեմ գնա, ինձ սպասարկող մարդիկ չեն մասնակցում։ պետական պահպանություն։ Հարգես պետական, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Երևի ամենայն հավանականությամբ նկատել եք, այնտեղ էլի պաշտոնյաներ կային։ Կային պաշտոնյաներ այնտեղ։ Կային պաշտոնյաներ։ Այսինքն ես որ շաբաթ-կիրակի քայլում եմ, իմ հետ անվտանգության աշխատակիցներ չկան։ Արի sense մի բան պայմանանք, երբ որ հարց ենք տալիս, իմանանք ինչի մասին ենք հարցնում։ Դու չգիտես ինչի մասին ես խոսում։ Եթե ես հիմա գնամ պատարակի, եթե վաղը ես գնամ պատարակի, իմ սպասարկող տղաները իմ հետ գալու են, ճիշտ հազարաբար։ Պետական պահպանություն, վարչապետը ընդեղ ա եղել, հետը պետական պահպանության աշխատակիցներն են եղել, ճիշտ նոր բանը տեղյակ չէիք, որ վարչապետին պետական պահպանության ծառայություն։ Ոչ, պետական Ռեպսիմե ջան, գնա կճշտես կգաս ստեղ եմ, հա։ Հենց ստեղ իրականացնող ամբողջ ՊՊՑ-ն դա ՊՊՑ-ը է։ Այսինքն ինքը մի մարմին է։ Դու որտեղ հարց ես տալիս, հետո կարողանում ես ինչ որտեղ հարցազրույց անես։ Հա։ Դե իրանք էլ են շարժական քոտրոնաբան։ Ազատ ժամանակ շատ ունեք, դիջերությամբ եք սկսել զբաղվել։ Չեմ սկսել զբաղվել, իմ ընկերների համար եմ նվագում, ի՞նչ է։ Գիշերները կարծում եմ մնում էր գիշերները ստեղ լինեի կամ գիշերները ձեզ հարցազրույց տայի։ Էլ ինչ հարցեր կան։ Շնորհակալություն։